Ապրիլի 25-ին եւ 26-ի գիշերը Ադրբեջանա-Ղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել ավելի քան 80 անգամ, օգտագործելով իր զինանոցում գտնվող գրեթե բոլոր տիպի հրետանային միջոցները եւ զրահատեխնիկա։ Միայն 200 կրակոց արձակել է Զու-23 2 տիպի զենիթային կայանքից։ Կիրառվել են 60-82 մմ-անոց ականանետեր, RPG-7, HN9 ու Han-17 տիպի նռնականետեր, TR-107 տիպի ռեակտիվ հրթիռային կայանք եւ տանկ։ Բացի մարտական հենակետերից հակառակորդը գրադ կայանքից արկակոծման է ենթարկել Մարտակերտ բնակավայրը։ Հրետանային կրակ է վարվել նաև մատաղեսի ուղղությամբ։ Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում մահացու վիրավորումներ են ստացել Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ 1992 թվականին ծնված Տիգրան Մխիթարի Պողոսյանը եւ 1972 թվականին ծնված Արամ Նիկոլայի Արուշանյանը։ ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին եւ ծառայեկիցներին։ Հակառակորդի ագրեսիվ գործողությունները չեզոքացնելու նպատակով Ղարաբաղյան բանակը դիմել է կանխարգելիչ քայլերի եւ թիրախային հարվածներ հասցրել նրա առաջնային դիրքերին ու կրակային հենակետերին, պատճառելով կենթանի ուժի եւ զինտեխնիկայի նշանակալի կորուստներ։ Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Ժառանգություն կուսակցության ղեկավար Ռաֆի Հովհաննիսյանին։ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ հանդիպմանը քննարկվել են ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր։ Նախագահ Սահակյանը նշել է, որ օրհասական պահին ողջ հայ ժողովուրդը ցուցաբերեց անկոտրում միասնականություն, կարևորելով այս գործում նաև քաղաքական ուժերի դերակատարությունը։ Վերջի շրջան իրադարձությունները մտահոգվելու դեպք է տալիս եւ բարդացնում է մեզ նայել ճշմարտության աչքերին։ Մենք պահանջում ենք, դուք գիտեք, ժառանգության մոտեցումը Արցախի հարցին, մենք թե մերժում ենք մադրիդյան, թե կազանյան սկզբունքները, կարծում ենք, որ Արցախը արժանի է ճանաչման իր կայացման առաջի օրվանից եւ հիմա կարծում եմ, որ այդ պահն է, որ թե ռազմական, թե դիվանագիտական, թե ներհայկական տեսակետից պետք է ստատուս քո փոխվի։ Թշնամին փորձում է դա անել իր նախահարցակ մոտեցման։ Դա եւս պատասխանատվության հարց է բարձրացնում, թե ինչպես եղավ այդ աննախադեպ տարածական եւ հատկապես մարդկային կորուստը։ Եվ ուրեմն սա պատասխանատվության ժամն է բոլոր հայերի համար։ Եվ այդ ազգային միասնությունը, որի նկատմամբ առաջի քայլերը կատարվել են, պետք չէ միայն մագերեսային ռոմանտիկ մնան, դրանք պետք է ըստ էության լինեն։ Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը կարծեք խնդիր ունի ոչ թե Արցախի հետ, որևէ տարածքի հետ, այլ խնդիր ունի հայ ժողովրդի հետ։ Ուստի եւ միանշանակ է, որ այստեղ գոյա պահպանության խնդիր ենք մենք լուծում։ Ուստի եւ մեր ամբողջ միտքը պետք է ուղղված լինի այդ գոյա պահպանության խնդրի լուծմանը։ Ես կարծում եմ, որ եւ ժառանգությունը եւս ունի այդ մոտեցումը, որ միասնությունը իսկապես պետք է առարկական լինի երկրում։ Սոչիի հայկական համայնքը նույնպես չէր կարողան մասն մնալ վտանգված հայրենիքին օգտակար լինելու համայն հայության ձգտումներից։ Սոչիի հայկական համայնքի ներկայացուցիչ Սամվել Զաքարյանը պատմում է, որ օպերատիվ կերպով ժողով են գումարել, որի ժամանակ էլ որոշել են նպատակային օգնություն ցուցաբերել իրենց հայրենակիցներին ու հայկական բանակին։ 16 հատ ՈՒԱԶ մագնիշի մեքենաներ գնեցինք եւ 2 հատուկ տեխնիկա բանակի համար, որպեսզի կարողանան հետևել դիրքերի։ Շուրջ 225,000 բնակիչ ունեցող Սոչիի հայկական համայնքը գումարների հավաքագրման գործում մեծ ակտիվություն է ցուցաբերել։ Իդեպ, հանգանակությանը Սոչի քաղաքից բացի մասնակցել են Ադլերի, Լազարևսկի եւ Խոստայի շրջանները։ 5-6 օրվա կազմակերպչական աշխատանքներից հետո մեծ դժվարությամբ կատարվել է մեքենաների տեղափոխումը։ Սա սկիզբն է շարունակական օգնության, ասում է Սամվել Զաքարյանը։ Մենք լինելու ենք հետևողական եւ չենք կանգնելու։ Դրա հետ մեկտեղ եկել ենք ուսումնասիրենք, գտնվենք դիրքերում, տեսնենք ինչի կարիք կա, ինչ հնարավորություն կա, որպեսզի կարողանանք հետևողական օգնություն կատարել մեր Ղարաբաղի Հանրապետությանը։ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, անդրադառնալով Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայերին ուղղված իր ֆեյսբուքյան կոչին, ասում է, որ դա արվել է մտահոգությունից ելնելով, իսկ մտահոգությունն այն էր, որ անկախ բնակության վայրից բոլորն ապրում էին հայրենիքի ցավով ու պատրաստ էին իրենց կարողությունների չափով օգտակար լինել հայրենիքին ու շարքային զինվորին, որը պիտի խոցի հակառակորդին։ Մոտ 6000-ից ավելի իրավաբանական եւ ֆիզիկական անձինք են մասնակցել ԼՂՀ ֆինանսների նախարարության հայտարարությանը, մեծ թիվ են կազմում նաեւ նպատակային օգնությունները։ Շատ գեղեցիկ է, երբ զանգում են մեր
հայրենակիցները տարբեր քաղաքներից եւ ասում են կոնկրետ ինչով օգտակար լինենք եւ ստանում են մեզնից կոնկրետ, այսպես ասած, չափազանցրած ձևակերպեմ հանձնարարություն եւ ընդունում են որպես հրաման ու կատարում են։ Ահավասիկ Սոչիի մեր ընկերների, Սամվելի եւ հարյուրավոր հայրենակիցների կատարած աշխատանքի արդյունքն է, որ այսօր այս մեքենաները իրենց առաքելություն, իրենց մարդունակության բարձրացման դերն են վերցնելու մեր երկրում։ Մեքենաների ամբողջ խմբականակը հանձնվում է կառավարության տնօրինությանը, ասում է փոխվարչապետը։ 16 ուազներից 2-ը տրվելու է Ասկերանի եւ Չափարի համայնքներին, իսկ մնացածը ռազմաճակատի համար է եւ այդ արտահայտությունը նրա իսկ խոսքով շարունակելու է մնալ որպես ապրելակերպի մաս։ Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ գյուղական համայնքներին սանիտարական մեքենաների տրամադրումը շատ տեղին է եղել։ Հավատացած եղեք, չգիտեմ թե ինչ գնահատական տամ միջև ռազմական գործողությունների վերսկսումը այդ մեքենաների կատարած աշխատանքի մասին համայնքներում, բայց որ այդ մոբիլիզացիոն ռեսուրսների ամբողջ տեղաշարժը, օպերատիվությունը ապահովում են հենց այդ համայնքապետերի տրամադրության տակ գտնող սանիտարական մեքենաները, հավատացեք, որ անգնահատելի է այդ կատարած աշխատանքը, որ համայնքապետերը այսօր կատարում են իրենց ձեռքի տակ ունենալով այսպիսի սանիտարական մեքենաներ։ Արթուր Աղաբեկյանը չթերագնահատելով լրատվամիջոցների աշխատանքը, այն կարծիքին է, որ էկրանից այնուամենայնիվ չերևաց, թե արցախցին ինչպիսի սառնասրտությամբ է դիմակայում 4-օրյա պատերազմին։ Այնտեղ ուզում են լրատվամիջոցները իրենց գործը փայլուն կատարեցին, բայց մենք ամբողջական չկարողացանք ցույց տանք մեր ժողովրդին, թե արցախցին ինչպիսի սառնասրտությամբ ընդունեց այս մարտահրավերը։ Կին, տղամարդ, երեխա, անկախ դրանից թե որ համայնքում են, առաջնագծին մոտիկ համայնքում են, ռմբակոծության է ենթարկում այդ համայնքը թե ոչ, մենք չկարողացանք դա ամբողջական անենք, բայց մենք հաճախ ենք բարձրացնել, որ այս պատերազմին, այս 4 օրվա պատերազմին եւ նրան հետեւող օրերին արտահայտված էր արցախցու սառնասրտությունը եւ ողջ հայ ժողովրդի միասնությունը։ Եվ այդ սառնասրտությունն ու միասնությունը մենք պետք է ճիշտ օգտագործեինք։ Դրա հետ է կապված իմ կոչը։ Սոչիի հայկական համայնքի ներկայացուցիչը սակայն հուզմունքով է հիշում, թե իրենք ինչպես են ուշով հետևել հայրենիքից տարածվող տեղեկատվությանը եւ հետայսու պատրաստ են ոչ միայն նյութական աջակցության։ Միայն սպասում ենք հրահանգին։ Առաջի հրահանգի հետ միասին մենք բոլորս մինիմում 150-ից 200 հոգի 2 օրվա մեջ կանգնած կլինենք այստեղ, կլինենք մեր հայրենակիցների կողքին։ Ես խնդրում ու ուզում եմ կոչ անել մեր բոլոր հայերին, ովքեր որ ապրում են աշխարհի տարբեր երկրներում, տարբեր քաղաքներում, անկախ նրանից թե որ պետությունում, ես կցանկանայի, որ բոլորը միանային, հետևեին մեր օրինակին եւ միասին որ կարողանայինք տեր կանգնեինք մեր երկրին։ Օգտվելով առիթից Սամվել Զաքարյանը փոխանցեց հայրենիքին զորակցող հայկական համայնքի ուղերձը։ Մենք բոլորս խոնարհվում ենք այն մայրերի, այն ծնողների առաջ, ովքեր կորցրեցին իրենց զավակներին։ Մեր համար դա թանկ կորուստ էր ու ես գտնում եմ, ինձ թվում է երկար այդ վերքը հələ կմնա մեր սրտերի մեջ, բայց մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի կարողանանք մեր երկիրը, մեր ինչ որ հնարավորություններ կա, շատ արագ կերպով կառուցենք, հզորացնենք, որպեսզի մենք կատարենք այդ երեխաների, այդ երիտասարդների այն երազանքը, որ իրանք աչքերով, իրանք մտքերով երազում են եւ գնացի իրանք դարձան, ինչպես ասում են, նահատակ մեր ժողովրդի, մեր ապագա սերունդի համար։ Գոհար Ռուստամյան, Միրուժան Հայրապետյան, օր